Բաշխիչ չոցանցն է, այո, գազի, տեսնում եք հիմա, այս ամբողջը սևացած, այսենց այրման մեջ է եղել այս խողովակները, խնդրեմ, այս տակով գնում է ու գրված է հրդեհավտանգ։ Թափոնների բացայրումից պտղունքի գազի բաշխիչ կայանը հայտնվել է կրակի մեջ, եթե չլիներ սրտացավ քաղաքացիների ահազանգը դժվար չի լինի կռահել հետևանքները, ինչ-որ անձինք որոշակի պարբերականությամբ այրում են ինչ պատահի և որտեղ պատահի։ Կենցաղային աղբից ու արտադրական թափոններից մինչև մեքենաների կմախքներ և անվադողեր կրակին են տալիս թունավորելով մթնոլորտն ու վտանգելով մարդկանց առողջությունը։ Այս անվադողերն էլ այրում են Հրազդան գետի ափին։ Փաստն արձանագրած Սարգիս Հարությունյանը փորձել է զրուցել այրողների հետ։ Մարդիկ զարմացել են, թե ինչ ենք անում, որ անիվներ ենք այրում։ Մեր ամեն առավոտը սենց է բացվում, անիվները հավաքված, գետի ափին դրած այրում է կատարվում։ Իջել ենք, տեսել ենք, խոսացել ենք, նկարը հանել ենք և ուղարկել ենք պատվիրան մարմիններին։ ՆԳՆ ուղարկել ենք տեսչական, բնապահպանություն, այդ ամեն ինչը տվյալները։ Ուղարկել ենք նաև ոստիկանության բաժին։ Որ բնությունը բաց քուրայի չվերածվի եւ ամեն տեղից կրակ չբարձրանա, քաղաքացին պետք է տեղեկացված լինի դրա հետևանքների մասին, ասում է բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում մթնոլորտային օդը աղտոտելու այդ ձևով աղտոտելու համար նախատեսված է պատասխանատվություն 50,000 դրամ տուգանքի չափով եւ պաշտոնատար անձանց նկատմամբ, եթե չեմ սխալվում, 100,000 դրամ։ Բայց նպատակը ոչ թե քաղաքացուն տուգանելն է, այլ կրթելը։ Պետք է բացատրել, որ բաց այրումից մթնոլորտ են արտանետվում թունավոր գազեր, առաջացնելով առողջապահական եւ բնապահպանական լուրջ խնդիրներ։ Մեր քաղաքացիների շրջանում լուրջ կրթական աշխատանք ունենք տանելու առաջին հերթին, օրինակ հասարակ է խոտի կամ մնացորդների այրումը, չգիտեմ, ոչ մի ձևով չեն ընկալում, որ իրանք ինչ մեծ վնաս են հասցնում։ Տեսչականի ղեկավար կազմի հանդիպումը Արմավիրի մարզպետի աշխատակազմի հետ այրումները կանխելու միջոցառումների մասին էր։ Պետք է հանդիպել մարդկանց հետ, ասել, որ զերծ մնան հատկապես խոզաններն այրելուց, որովհետև կրակը ամբլացնում, որակազրկում է հողը։ Իրականում դա ավելի շատ վնաս է տալիս, որովհետև այդ այրման հետևանքով դեգրադացվում է այդ հողը, գյուղատնտեսական նշանակության, կենսաբազմազանությանը վնաս է կրում եւ հողի բերությունը ընդհանրապես ընկնում է։ Եվ բացի դա նաև մթնոլորտային օդն է աղտոտում, որը որ քաղաքացիներին որոշակի անհարմարություններ է պատճառում, ու մեր խնդիրը հենց այդ մեր գյուղացիների հետ հանդիպման ժամանակ այդ իրանց դրա մասին տեղեկացնելն է։ Օդային ավազանը ծխապատվում է հատկապես գարնանը, երբ կրակին են տալիս չոր տերևներն ու խոտը։ Դա նկատելի է մասնավորապես Արմավիրի եւ Արարատի մարզերում, որտեղ գյուղատնտեսական հողերը մեծ են, բուսական թափոնները շատ։ Այրումների մասին շատ նյութեր ունի պտղունքի բնակիչ Կարինե Բաղդասարյանը։ Կրակի բազմաթիվ օջախներ կան նաեւ իր տան շրջակայքում։ Առաջին մարմինը, որ պետք է կանխի, դա համայնքն է, որը չի իրականացնում, որից հետո նոր գալիս է օրինակ բնապահպանության տեսուչները, ոստիկանները, տեսնել թե ինչպես են այրում անվադողերը, որպեսզի օրինակ տաքացնեն ջերմոցային ինչ-որ գործունեություն իրականացնեն։ Մեկը այրում է մետաղալարահանում, մեկը իր տերևն է այրում, տեսնել եւ դա չանձականքել, չզանգել 102, դա դուրս է գալիս, դու լինելով քաղաքացի, իրազեկված լինելով, որ դա անթույլատրելի է, դու դառնում ես հանցագործության մի մաս։ Տեսչականի թիմը եղել է նաև Արարատի մարզպետարանում հանդիպել բնակիչների հետ։ Իրազեկման ակցիաները շարունակվում են։ Հայկուշ Ասլանյան, Հայկ Պետրոսյան, լուրեր։